Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլգերսոն, օր մարտի 21։ Մուտք դեպի Աստված։ Երբ աղոթքով փնտրում էի Տիրոջը, հարցրեցի նրան. ո՞րն է մեզ քո տաճարը դարձնելու ամենակարևոր տեսանկյունը։ Ահա թե ինչ եկավ մտքիս. համարձակությամբ և վստահությամբ մոտենալը։ Պողոսն ասում է Քրիստոսի մասին, որով ունենք համարձակությունը և հույսով մոտենալը, նրան հավատալով։ Եփեսացիս 3:12 խոսք։ Հրեական տաճարում Աստծո մոտ մուտքը շատ սահմանափակ էր։ Փաստացի միայն քահանայապետը ուներ մուտք գործելու իրավունք, և այն էլ տարին մեկ անգամ։ Երբ ժամանակը գալիս էր, քահանան վախով և դողով էր մտնում տաճար Աստծո ներկայության մեջ, գիտակցելով, որ կարող էր հարվածվել այն բանի համար, որ մոտեցել է ողորմության գահին իր սրտում աններելի մեղքով։ Այժմ Աստված դուրս է եկել այս փոքրիկ սահմանափակ սենյակից և անմիջապես եկել է մեր մեջ, չնայելով մեր անբարոյականությանը։ Նա մեզ ասում է. պետք չէ ինձանից թաքցնել ձեր կեղտն ու հուսահատությունը, ես ընտրեցի ձեր մեջ բնակվելը և պատրաստվում եմ ձեր մարմինն իմ տունը դարձնել։ Աստված ասում է. ես կուղարկեմ իմ Սուրբ Հոգին, որ սրբացնի ձեզ և պատրաստի ձեր սիրտը, որպես իմ հարսնացու։ Ես ուզում եմ, որ դուք համարձակորեն մոտենաք իմ գահին և խնդրեք ինձանից զորություն, շնորհ, ուժ և այն ամենը, ինչի կարիքն ունեք։ Ես երկինքը բերել եմ ձեր հոգու մեջ, որպեսզի կարողանաք մտնել այնտեղ։ Ձեր մարմնի սուրբ լինելու միակ պատճառը այն է, որ Սուրբ Հոգին բնակվում է ձեզանում։ Դուք իսկապես սուրբ եք միայն նրա մշտական ներկայության շնորհիվ։ Դուք ինքներդ չեք կարող դա անել։ Դուք կդառնայիք լարված նյարդային կծիկ, պարզապես փորձելով հսկել բոլոր մուտքերը։ Կհուսահատվեիք, երբ չկարողանայիք պաշտպանել ձեզ փոշուց և կեղտից, որը փչում է ներս։ Դուք կհոգնեիք միայն սենյակից սենյակ վազելով, ավլելով և փայլեցնելով, փորձելով ամեն անկյուն մաքուր պահել։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ցնծա այս փաստով. Աստված ձեր մեջ է, նա շարունակ ձեզ հետ է, ուրեմն ով կարող է ձեր դեմ լինել։